Պատմիր նրանց, որ Սանտա Կլաուսը իսկապես գոյություն է ունեցել, ու դա ես եմ։ Շատ լավ, ուրեմն այսպես։ 4-րդ դար, հռոմեական կայսրություն։ Բոլորն ապրում են իրենց բնականոն կյանքով։ Մի աղքատ եւ խեղճ մարդ, որը ուներ 3 չամուսնացած աղջիկ եւ չէր կարողանում նրանց ամուսնացնել ժառանգություն չունենալու պատճառով, չգիտեր թե ինչպես փրկել նրանց, քանի որ այդ ժամանակ չամուսնացած աղջիկներն ուղարկվում էին ստրկության։ Այդ ժամանակ այնտեղ մի մարդ էր ապրում, ում բոլորը կոչում էին Նիկողայոս Զմյուրնացի, ու հենց նա էլ որոշում է օգնել այդ մարդուն։ Ասում են, որ մի անգամ գիշերով նա բարձրանում է այդ աղքատ մարդու տանտանիք ու մի քանի ոսկե մետաղադրամ է նետում ծխնելույզից ներս։ Նույնիսկ ասում են, որ մետաղադրամներից մի քանիսը ընկնում են աղջիկների գուլպաների մեջ, որոնք նրանք կախել էին վառարանի մոտ, որ չորանան։ Հենց սրա օգնությամբ էլ այդ մարդը կարողանում է ամուսնացնել իր աղջիկներին ու փրկել նրանց ստրկությունից։ Նիկողայոս Զմյուրնացին այս ճանապարհով նաև տարբեր նվերներ էր տալիս բազմաթիվ երեխաների ու երջանկացնում նրանց։ Նա իրականում հոգևորական էր, որն իր կատարած բարի գործերի համար սրբադասվեց ու անվանակոչվեց Սուրբ Նիկողայոս։ Հետագայում հենց այս մարդու կերպարի ու պատմության հիման վրա էլ ստեղծվեց Սանտա Կլաուսը։ Սուրբ Նիկողայոս լատիներենով գրվում է Saint Nicholas։ Saint բառից առաջացել է Santa բառը, իսկ Nicholas անունից Klaus-ը, Santa Claus։ Իսկ դուք միացեք Ռուբենի էջին, քանի որ դեռ շատերի մասին է ձեզ պատմելու։ Շնորհակալ եմ։